Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի առաջարկով մամուլի ասուլիսը սկսվեց 1 րոպե լռությամբ։ Այդ կերպ հարգանքի տուրք մատուցվեց Իրանի զոհված գերագույն հոգևոր առաջնորդի հրամանատարական կազմի, ինչպես նաև դպրոցական աղջիկների հիշատակի համար։ Շիրղոլամին նախ ներկայացրեց այն, թե ինչպես է շաբաթ օրը իրենց երկրի վրա հարձակումը սկսվել, չնայած նրան, որ դեսպանի ձևակերպմամբ իրենք իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներ էին ներկայացրել Միացյալ Նահանգներին։ Մեզ համար իրոք շատ զարմանալի է եղել այն ռեժիմը, որը սկզբունքորեն չէր կարող հավատարի մնալ բանակցությունների սկզբունքին, ինչպես էր առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ։ Ամերիկայի եւ սիոնիստական ռեժիմի այս անպարկեշտ հարձակման հետևանքով զոհվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, որն իր ամբողջ կյանքը անցկացրել էր բռնարարների դեմ դիմադրության եւ պայքարի ճանապարհով։ Խալիլ Շիրղոլամին նշեց, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը շատ դրական վերաբերմունք ուներ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, ինչպես նաև Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ։ Իրանի հոգևոր առաջնորդից բազմաթիվ մեջբերումներ եւ հայտնի խոսքեր են մնացել ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության եւ Հայաստանի ինքնիշխանության։ Եվ կարող ենք ասել, Հայաստանը եւ հայ ժողովուրդը վայելում էին Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի այս աջակցող դիրքորոշումը։ Իրանը այս տարածաշրջանում հանդես էր գալիս որպես բալանսավորող գործոն ու հատկապես վերջին տարիների իրադարձությունների ֆոնին միշտ իր աջակցություններ հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այս առումով նաև որոշակի զսպող դերակատարում էր ունենում։ Այս բալանսավորումը սակայն իրանագետի խոսքով կարող է խախտվել Իրանի պատերազմի մեջ խրված լինելու պատճառով։ Այդուհանդերձ դեսպան Շիրղոլամին ընդգծում է, որ Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են եւ անկախ պատերազմի ելքից Իրանի համար կշարունակի գործել Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող այդ կարմիր գիծը։ Շիրղոլամին նշեց, որ թե Հայաստանի վարչապետը եւ թե արտաքին գործերի նախարարը իրենց ցավակցություններն են հայտնել Իրանի ժողովրդին։ Ի վերջո բոլոր դժվար օրերն էլ անցնում են, բայց մենք իրար կողքի ենք ու մշտապես աջակցում ենք իրար։ Ես իմ գնահատանքն ու շնորհակալությունն եմ հայտնում մինչ այժմ հնչած ցավակցական եւ զորակցական բոլոր խոսքերի համար։ Դեսպանի խոսքով այս պատերազմը Իրանի լինել-չլինելու մասին է, եւ քանի դեռ այն կշարունակվի, 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող իրենց երկիրը կշարունակի իր ինքնապաշտպանությունը։ Իրանագետների գնահատմամբ դեռևս չկան ցուցիչներ, որ պատերազմը կարող է ավարտվել առաջիկա օրերին։ Ավելին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշեց, որ պատերազմը կարող է տևել մինչև 4 շաբաթ, եւ եթե պատերազմը շուտ չավարտվի, դա ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Իրանը մեր առևտրային 4-րդ գործընկերներ եւ մենք Իրանից ունենք մեծաթիվ ապրանքների ներկրում ու պատերազմական գործողությունների շարունակումը կարող է առաջացնել իրավիճակ, երբ օրինակ որոշ ապրանքների ներկրումը հնարավոր չլինի եւ լոգիստիկ տեսանկյունից ենթադրենք եւ այն առումով, որ Իրանում որոշեն օրինակ այդ ապրանքը այլևս չարտահանել ու ներքին օգտագործման համար կիրառել։ Այսինքն տնտեսական ասպեկտում առնվազն մենք կարող ենք բազմաթիվ խնդիրներ ունենալ, եթե պատերազմը երկարատև լինի։ Շիրղոլամին ասաց, որ գերագույն հոգևոր առաջնորդի մի քանի հրամանատարների սպանություններից զատ մեծ կորուստներ են ունեցել նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս ամենի մեջ հատկապես առանձնանում է Մինաբի օրիորդաց դպրոցի վրա հարձակումը, ինչի հետևանքով 153 աղջիկ աշակերտներ զոհվեցին, եւ սա կարող եմ ասել մի անջնջելի, ամոթալի ու ոչ մի արդարացում չունեցող հետք է պատմության մեջ։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին, հաշվի առնելով այդ երկրի կապերն Իսրայելի հետ, դեսպանն ընդգծեց Ադրբեջանը եւս հարևան երկիր է, իսկ պաշտոնական Թեհրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ։ Եթե որևէ տեղ էլ առկա են հակաիրանական որոշակի տարրեր, ապա դրանք պետք է վերահսկվեն եւ կառավարվեն, որ երկու երկրների հարաբերություններում խնդիր չլինեն։ Ինչքան ժամանակ մենք կկարողանանք այս ձևով առաջնորդվել, այդքան ժամանակ այդ բարեկամությունն ու ընկերությունը կշարունակվեն։ Դեսպան Շիրղոլամիի մամուլի ասուլիսը անցկացվեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, որի ներսում տարբեր հատվածներում ստեղծված էին հարգանքի մատուցման անկյուններ, իսկ արդեն դրսում ցանկապատը պատված է սև ժապավենով եւ տեղադրված գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի լուսանկարը, շուրջ բոլորը խոնարհված ծաղիկներ, ծաղկեպսակներ, նաեւ խաղալիքներ զոհված դպրոցականների հիշատակի համար։ Տիգրան Հովակիմյան, Սերյան Հակոբյան, Հորիզոն։